Կատի վրեն քսելու համար։ Այո։ Թոնրում համով ու տնական գաթա թխելը Սուսաննա տատի համար մի տեսակ սուրբ գործ է։ Բարեկամներով, հարևաններով հավաքվել Թոնրում կրակ են արել։ Մի քանի ընտանիքների հացը թխել, հերթը գաթայինն է, Թոնրից դուրս եկած առաջին տակ-տակ գաթան գրեթե միշտ ու բոլոր դեպքերում Թոնրի շուրջ հավաքվածներինն է։ Գելավ իմ կարմրաթուր գատան։ Գերեք անուշ եղնին, զուլո հլը Կալեր կեն հանը դիր, երկու խտը կեն հանը։ Կարմրաթուր, խայդարատ չեն է սնձի, ահա, էսի իմ կարմրաթուր համով, տնական յուղով, մազունով գատան։ Խորիզնել եմ ես պատրաստել, մազուննել եմ եսեր է, հավգիպնել իմ հավս է ածել։ Առանց երգի ու երաժշտության, ինչպես նաև առանց ասել խոսելու կատակախառն զրույցների անհնար է, որ գործը գլուխ գա, առանց իրար տեսնելու, շփվելու, մեղքները ինչ թաքցնեն մեկ-մեկ էլ բամբասելու նույնպես անհնար է, բայց դա ինչ բամբասանք, խոսում են գյուղի անցուդարձի մասին, էդ ուրիշի համար է բամբասանք, իրենց համար դրանք առօրյա քննարկումներ են, քանի որ ոչ մի վատ բանի մասին չեն չարախնդում, դե առանց երգ ու երաժշտության էլ մի տեսակ էս ավանդույթը կիսատ կթվար։ Բոլու այն անցա, որ եմ բալաջան, ես զուր մնացի, ընգել եմ կերստամ, ով գիտի հալս, Անուշաբույր կարմրաթուշ գաթան մենք էլ ենք համտեսում ու անցնում արմատներով Գյումրեցի, բայց կյանքի ու ճակատագրի բերումով արդեն 35 տարի արցնեցի Սուսաննա տատին։ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո է ամուսնու հետ Տաշիրի շրջանի Արցնի գյուղ եկել ու փառք Աստծո լավ տուն ու տեղ են կառուցել, ապրուստ ստեղծել դժվարությամբ։ Հաջողությունները այնպիսին էին, որ կարճ ժամանակ անց ոչ ավել ոչ պակաս ամուսինը նույն գյուղի գյուղապետ դարձավ, ինքն էլ գրադարանավար։ Լավ աշխատեցին ու հիմա էլ վաստակած հանգստի են անցել, բայց ոչ ինքը, ոչ էլ ամուսինը պարապ չեն նստում։ Իմ անունս իսկական Սուլտան է, բայց Սուսան կսեն ինձ իստեղ, մեկ է շորշոպ կսեն։ Շորշոպ? Այո։ Էդ ինչա դժանան է։ Էդի ամուսին սենձի տերը անունս, այդպես է մնացել է։ Բայց իսկականից շորշոպի տակ չգեր։ Ճիշտ է։ Ուղիղ 35 տարի ես Արձնիում եմ ապրում, Լեննագանից առանց մի որևիցե բանի փախե եկել եմ երկրաշարժից։ Աշխատել ենք, ինչ որ պակաս ենք ունեցել, փառք Աստծո, հմեն ամեն ինչը։ Թորն ունի, որ աշխարհ չունի, լրիվ տները ռեմոնտով, դու լուսամուտներ լրիվ փոխելով, 10 հատ անասուն ունիմ, 4 հատ կտուկով են, մեկելներ չայել են։ Կապրինք, շատ լավ կապրինք, ամեն ինչով։ Տեղես Ռուսաստան է, աղջիկներից մեկը Լեննագան է, մեկը ստեղ է, մեկը Կիրովական է, ամուսնացած ենք։ Լրիվ լավ է էլի, շատ լավ է։ Տեղից կինը հարսս մեր տունն է, 2 թոռ ունին, մեր թոռս պատերազմի մասնակից եկել է արդեն, այն մեկ թոռս ծառայող է։ Ընդհանրապես լավատես կին է Սուսան տատը, որ ամեն ինչի մեջ լավն է տեսնում ու գտնում։ Ասում է Արցնիում է անցել իր կյանքի լավագույն տարիները, այնպես որ հիմա ավելի շատ իրեն լոռեցի, այս դեպքում գյուղացի է համարում, քան գյումրեցի։ Բավարար գյուղտեղ ապրելը շատ լավ է։ Ես միշտ սիրել եմ գյուղ ապրել։ Համի որ մեկ սենտե ինչի գյուղ գնացի որ թող Լեննագան ապրել, քաղաքցիներ քսեի հիմի այսօր ես չբերեմ, դուք ունեք։ Դե կերեք կարտոնը ես կբերեմ, քալամը ես կբերեմ, ամեն ինչ ես կբերեմ, դուք կուտեք, այսօր չեմ, դուք կուտեք, չեք կուտեք։ Դեպրեքը պիտի ապրեք, չէ, գյուղ պիտի ապրող եղնի, որ քաղաքացին օգտվի։ Արցնիում կանայք տղամարդուն հավասար մի բան էլ ավել ընդգրկված են ոչ միայն տան, այլ տնտեսության, ասել է թե գյուղատնտեսական բոլոր աշխատանքներին։ Ինչպես իրենք են ասում, տղամարդուն հավասար գործ կանենք, չէ, այնպես չի, որ հպարտանում են դրանով, պարզապես այլ ապրելու ձև ու միջոց չգիտեն։ Ընտանիքները պահելու միակ ուղին արտագնա աշխատանքն է, տղամարդիկ էլ հենց այդ ուղին են բռնում։ Իրենք էլ կանայք մնում են գյուղի ու տան միակ պահապանները, տնտեսության աշխատող հիմնական ձեռքերը։ Ամբողջ տարին աշխատում, տքնում են ու տունն ու տնտեսությունը ծաղկացնում։ Զուլում կինես երևում։ Հա, չէ, Լեննագանց եմ, քիչ զուլում։ Դրանից մեծ։
տղամարդու պես մեշոք շարդեմ գքել եմ, տղամարդու պես, լուբոյ կնիկ մարդը, լուբոյ տղամարդու հետ հավասար փորձ կենը, համ գնում են աշխատանք Ռուսաստանը, հետև գալիս են իրանց մալի, արդեն կնիկները գործ չունին մալի հետ, ծմերը, լրիվ տղամարդ կանց, մենակ մնեն կտեն ու վսյո, եթե տղամարդը տունը չէ, ուրեմն կինը բերտը ամեն ինչը հետաքրքրվի, իրախոդը ոնց է հունձվում, կարտոշկեն ոնց պտի քանդեն, էդի անպայման, պարտադիր։ Օրինակ հմի մեր տուն տես ամուսինս դաշտն է, կովերի հետ, տղես թորս ինչեղսած աշխատի թալին, տրակտորիստ է, այդ բանագից եկած թորս տրակտորիստ թալին կաշխատի, մեր տուն տղամարդ չկա, մենք ենք սաղենողը, խոտ բերողը, ես ու իմ հարսը, խոտ է, որ մեկնոր քաղելու է տրակտորով կքաղեն, կաբեն, բերեն գտուն, հաց կկերծնենք ճամ, եկամուտը մեր անասունն է, Ռուսական փողն եք ու կասեն, կատի փող է, թոշակներն է, դե մարդիկ կան կաշխատին աշխատավարձով բանում, յոլակ կեշ տանը։ Օրինակ ես ու ամուսինս թոշակ առվենք, երկուսս իրար հետ 90,000 կստանանք, երկուսով։ Կատի փող ունենք, հետև այդ անասուն որ գտանի ժողովրդից այդ փողերը, Կաբրին, սաղն է լավ անասուններով փանակ կաբրին։ Այս գյուղում մի բան էլ կա, որ եզակի է ու երևի թե մենակ իրենց համար է։ Գրեթե բոլոր սկեսուրները հարսների արևով են երդվում։ Ասում են անող լնող աշխատող մի խոսքով մի պեց ու կրակ աղջիկներ են իրենց հարս եկողները, որ ոչ ասելու է, ոչ էլ լսելու, միայն տեսնել է պետք։ Օրինակ Սուսան տատն էլ ճիշտ այդպիսին է, հարսը իր տան լույսն է, հույսն է ու Սուսանի սրտինն է։ Ինչս է, մեր հարսները շատ լավ հարսներ են, մենք վատ հարսներ չունենք ու չենք էլ ունենա երևի, մեր հարսները, ունենք մենք փախստական աղջիկներ, հարսներ, մենք չենք տարբեր արդեն իրանք փախստական են, թե ինչ են, մեր սովորական մեզ հետ ժողովուրդ են, մենք եղավ 30-35 տարի իրար հետ կաբրինք, լրիվ, հաշկ և համերաշխ, մեր մեջ ոչ մի կռի, ոչ մի բան չեղե, մենք շատ սիրով, հարսները շատ լավն են, ընտիր են մեր հարսները, որը Բաղդանովից է, որը կողքի գյուղերից են, Կալինոյից ունենք հարսներ, շատ լավ են, ընտիր հարսներ են մեր հարսները։ Ընտիր հարս լինելու համար ինչա պետք։ Հարս ու կիսուր իրար հասկանալ, անպայման հասկանալ, մեկը մեկին հասկանալ, որը ինչ պիտին է, որը ուդից վերցնեն ուր տնեն։ Այդքան բան, ես հարս ունիմ, որ աշխարհը չունեմ։ Իմ հարսս համ հարս է, համ աղջիկ է, համ ընկերու է, սաղ ինքն է ինձիպա, այդ մե հարսն է, ոտ, իմ հարսը, իմ աստվածն է, իմ հարսը շատ լավն է, շատ լավ է, ընտիր, ամեն ինչում մենք իրար հետ, մեկս մեկիս խորհուրդներով մեր խորզը առաջ կտանենք, ճտպտան հարս չունենք, ճտպտան տալ ունենք, ահեսի է, Ոչ թե ասենք կռվի մեջ ճտտան այդպես, ասենք գործի գմտնենք, շուտերեք, պրտեք, հապակեք, անձրև կուկաժուրդերեք, այդ ձևի ոչ թե ասենք կռվով էլի, չէ, այդպես կռվով հարսներ չունենք, աղջիկներ չունենք, շատ լավ աղջիկներ ունենք, մեր աղջիկները սաղ ասենք համայրակ երսը դուրս են ամուսնացել ու լավ ընտանիքներ են կարում են։ Նոր տարին էլ այս գյուղում այլ համ ու հոտ, այլ տեսք ունի։ Մի առանձնահատուկ ոգևորությամբ են կանայք պատրաստվում մեծ ծախսերանում, նախ որովհետև ավանդույթներով գյուղ են, ասում են տարին պետք է առատ սեղաններով սկսենք, որ այդպես էլ շարունակվի։ Հետո նաև նոր տարին իրենց համար կարևոր խորհուրդ ունի, ընտանիքների ամբողջականության խորհուրդ ունի։ Խոպանից տղամարդիկ վերջապես վերադառնում են, մի ամիս մնում, նոր տարին նշում ու էլի հեռանում։ Նոր տարի է, չէ, ամսում մեկից։ Տները հեշտով պտտելով, տղամարդիկ թե ասենք իրանց կանայքի հետները կակ ու կան մենակ տղամարդիկ ու կան, ասենք թե ով որ ասենք նոր մահացած մարդունին, ասենք բանբաներ կովար աղով, մտնում ենք, ելնում ենք, այդ ավանդույթը սեղ շատ լավ է, ժողովուրդը մեկը մեկին հետ բանոր, սաղ տարի որ իրար չտեսած եղնին, այդ օրը գտեսնին իրար, սաղ հեշտով, ասենք դու եկար մեր տուն,
Ես էլ դի անպայման ձեր տուն կամ, այդ ձևի էստեղ էս գյուղի կյանքը այդ ձևի է նոր տարվան։ 300-ից 400-ից պագաս փող չեն խարժի նոր տարվան։ Ինչ որ խոզնոր պաստարանի բդի մորտվի, բդի ամեկի դռնից այդ խոզի ցենը ելնի։ Սախսել ունենք։ Կամ 27-ին, 28-ին խոզը գմորտենք, հետո բերենք գլուխը ոտք խանձենք, հացը գթխենք, տանենք բան կենենք, խալադեց կենենք, հետո դիրա փորի բանով ռուլետ կսարքենք, դու ինչս կենենք, սորվել ենք ար։ Մի խոսքով Արցնիում մարդիկ ապրում, սրտաբուխ ուրախանում են հազվադեպ առիթներով, մնացած ժամանակ աշխատանք ու աշխատանք։ Նաև հին ավանդույթներն են աչքի լույսի պես պահում, չեն խորանում գյուղական հոգսերի խնդիրների մեջ։ Խնդիրները իրենց ձևով են լուծում։ Օրինակ փայտ չունեն, աթար կօգտագործեն։ Ամբողջ տարին կանայք մետրերով ցանկանեն, որ ձմռանը ջերմության պակաս չզգան։ Թեպետ Արցնիում սեպտեմբերի սկզբից է ձմռան շունչը զգացվում ու վառարանները չեն էլ հանում։ Սուսան տատը ասում է, վերջին տարիներին իրենք էլ մի քիչ զարգացում են ապրել։ Շատերը գյուղում լոկալ ջեռուցման են անցել, բայց ասում է ինչ ուզում է լինի, եթե Արցնիի բնակիչ ես, պետք է տան առաջին մետրով ցանդարսած ունենաս, ապահովության համար։ Փայտ ես կյանքում փայտ չեմ առի, մանասունի թրիկով։ Մի օր էս թեկուզ մեր տան կողքով անցնես 10 մետր երկար, 5 մետր բարձրություն ցանեմ շարել։ Այդքան էլ տրակտորով քիրպիչ կսարքենք, էլի գյուղի հարսներով կհավաքվին 15-20 հոգի, որ շուտ կրեն, շարեն, այդքան էլ ես եղավ ինչ եկել եմ ստեղ, ես վապշե փետ չեմ արել, զուտ անասունի բանով ենք։ Չէ, մարդիկ կա պարավո են քաշի արտեն, ես էլ նահմի կքաշեմ, մի ամիս մետր ես է կքաշեմ, բայց էդի պտի անպայման ունենանք, տեսպես կբերենք, կվառենք, պետք եղնի դուրսը փուր կենենք, կարտոշկա կխորովենք, կուդենք, ինչս կենենք այդ ցանով էլի, բայց պետք է եղնի։ Ինչպես արդեն հասկացաք, Սուսան տատը էս գյուղի ամենահամով հոտով կինն է, իր գաթաների նման, ու նաև ասող-խոսող հումորով կին է, որի միակ սրտի ցանկությունը, որ ամեն անգամ գաթայի խմորը հունցելիս մտքում պահում է, սիրելի թոռան համար մի լավ կաթնակեր աղջիկ գտնելն ու ամուսնացնելն է, որ հաջորդ անգամ էս կրակի շուրջ հավաքվեն ոչ թե պարզապես հաց թխելու, այլ հարսանիքի հացն ու քաղցրանուշը թխելու համար, որ այնպիսի մի հարսանիք անեն, գյուղով 1-7 օր 7 գիշեր ուտեն, խմեն, քեֆ անեն, ուրախանան։ Չունենք այդպես տղա, սա մեր տղաները ամուսնացած են, ով էլ նոր բանագից եկել է, հանի պետք է մեկը ես պետք է ամուսնացել եմ, անպայման, իմ թոռիս։ Արդեն մտածել եք որտեղից եք հաց բերելու։ Էդի ինքը մտածել, ես ընջի մտածեմ, ուրդից ուզեց ընջից եք բերել։ Իմ հարսը ղապանից է։ Հա։ Իմ հարսը։ Հա, ունի շատ հարսներ ունի, որ ուրիշ տեղից ենք բերել։ Կարող է ես էլ բերեմ բալտանով գից, էդի չեմ կրնասեմ, էդի տղուց է կախված, քանյաց սիրածունի էդի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Արցնիից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։